Ողջույն գյուղասերներ, հուսամ լավ եք։ Այսօր առավոտը եղանակը մի փոքր բացվեց ու հասցրեցինք այգու մահագին գործանին։ Այս ընթացքում եղանակը չի թողում, որ այգի մաքրենք, պատրաստենք վարին, արդեն որոշել ենք, հենց եղանակները տաքացավ, հողը չորացավ, պետք է արդեն բերենք են փոքր տրակտորներից ու հողը վարենք։ Ահագին մաքրել եմ, հիմա մնում է մի փոքր հողը չորանա ու անցնենք մեր գյուղի աշխատանքներին։ Այս ուղակի հավերի համար եմ փորում, որպեսզի անձրևորդեր ուտեն։ Ճիշտ է, փորելուց լավ կլիներ, որ ձեռքով փորեինք, այդ ընթացքում հավերը ուտում են վնասատուներին, հողի մեջ թաքնված, իհարկե այս ընթացքում նաև անձրևորդերին են ուտում, որոնք հողը միշտ փուխր են պահում, բայց ամեն դեպքում որոշում են կայացրել, որ պետք է փոքր տրակտորով վարենք, որտեղ հողը տարածությունը մեծ է, իսկ եղանակները թույլ չեն տա, որպեսզի մենք ձեռքով փորենք։ Որ գցեցինք ձեռքին, ժողովուրդ ջան, միշտ չի, որ եղանակը լավ է, տեսնում եք ամբողջ օրը անձրևում է, հողամասը չենք հասցնի անենք։ Հիմա ցույց տամ այս ընթացքում ինչ եմ արել, ժողովուրդ ջան, 2 օր առաջ ասել էի ձեզ, որ այստեղի այս հաղարջները պետք է հանենք, տարածքը սիրուն ազատենք, որպեսզի այստեղ այս տարի կաթիլային գցենք։ Ու արդեն հաղարջը, ինչպես տեսնում եք, հանել եմ ու բերել եմ այստեղ ճանապարհի երկայնքով, որպեսզի սիրուն նաև հարմար լինի հավաքելու համար։ Այսպես տրել եմ, այդ ընթացքում ասեմ արմատների մեջ այնքան եղինջի արմատներ կա, որ այդ տեսեք հանել եմ, դեռ մի մասն էլ մնում է, որպեսզի այգուց հանենք ու թափենք։ Այդ եղինջները գիտեք, որ տարածում են ինչքան մեծ գլխացավանք է հող մշակողի համար։ Այսպես սիրուն ճանապարհի երկայնքով էլ ծաղիկներ կգցենք և կլինի սիրուն բանջարանոց։ Այս էլ ժողովուրդ ջան լոշտակի արմատներ է, այս էլ դեղի համար են օգտագործում, բայց մեր այգում շատ կա։ Այս արմատները հավաքենք սիրուն այգին, ինչքան հասցնենք մաքրենք, որպեսզի առաջին հնարավորության դեպքում արդեն ցանքս սկսենք։ Այս տարի առանց այդ էլ տեսնում եք ահագին ուշացավ։ Ամեն տարի մարտ ամսի կեսերին արդեն կարտոֆիլը ցանած ենք լինում, սոխը ցանած ենք լինում, դե այս տարի այսպես ստացվեց։ Նայեք, տեսեք ոնց են ուտում անձրևորդերը։ Իմիջիայլոց այս ընթացքում, քանի որ հավերը միշտ բանտարկած է լինում, իրանց հետ էլ կերը տալիս եմ, դուրս եմ գալիս, չկա այնպիսի հավ, որ ինձ մոտ թողնի, բայց ժամանակին հիշում եմ մի հավ ունեի, այդ իմ տատիկն էր տվել, թխսի ճուտ էր ու քանի որ փոքր տարիքում էր տվել, ես իրեն ձեռքով էի կերակրում, անընդհատ տիրություն էի անում ու այդ հավը ինձ մոտ էր թողում։ Ու հենց թռչնանոց էի մտնում հավերին կերակրելու համար, գալիս էր, թռնում էր ուսիս վրա կանգնում էր ու այդպես կեր էի տալիս, իրեն ծիպլյոնը էինք ասում, բայց պապիկս, որը հիմա չկա, իրեն
մեզ լսելով սիմֆոնիկ ասեց ու այդպես անունը մնաց սիմֆոնիկ։ Հիմա այսքան ժամանակ կա, այլ այդպիսի ձեռնասուն թռչուն չունեմ, տեսեք, մեկին չես կարա կպնես, իրենք չեն սիրում, որ մոտիկանում ես իրենց։ Ինչ, չգիտեմ ինչի այսօր այդ սիմֆոնիկին հիշեցի, ինքը իմիջայլոց այնքան մարդամոտ էր, որ ես ինքս ինձ խոսք էի տավել, որ երբեք իրեն չեմ մորթի ու այդպես էլ եղավ, ինքը իր մահով սատկեց ու այդպես, բայց իրեն մինչև հիմա հիշում ենք, շատ հետաքրքիր հավ էր ինքը ու ջուտ վախտը հիշում եմ, աչքերը սիրուն գծած, ոնց որ ներկած լիներ։ Անենք դատարկենք հնդե, կամաց գործը առաջ է գնում, ժողովուրդ ջան։ Էլի մի թեթև անձրև շաղեց, նորից դադարեց։ Լավն էնա, որ տնամերձ հողամասում ենք ու հենց անձրև է գալիս, կարողանում ենք տուն վազենք, որպեսզի չթրջվենք։ Իսկ հեռու հողամասում այդպես չես կարող աշխատես։ Պետք է լավ արև անի, որպեսզի կարողանաս գնալ ու ամբողջ օրը աշխատել։ Աղարջից մենակ ես մեծ թուփն եմ թողել, ժողովուրդ ջան, ինքը տեղը հարմար է հավաքելու համար եւ չի խանգարի, որ մնացած բույսերը ցանենք։ Այստեղ էլ մեր ծնեփակի տեղն է, ժողովուրդ ջան։ Դեռ դուրս չի եկել, այս ընթացքում հավերը մի փոքր փորել են, բայց ամեն դեպքում հեսա կմաքրենք ու նոր արդեն գոմաղթ կտանք, լավ կաճի։ Ստե մի քանի թուփ մալինա է մնացել, ժողովուրդ ջան, էդ էլ կհանեմ, կտեղափոխեմ հիմնական մալինաների մոտ ու տարածքը ավելի ընդարձակ ու սիրուն կլինի։ Այստեղ այնտեղ տենց դրել եմ, տարածվել է, գիտեք է, մալինան ինքը տարածվող բույս է։ Հիմա գտնում եմ, որ այստեղ պետք է ազատեմ, որպեսզի հողամասը մի քիչ սիրուն տեսքի գա։ Չգիտեմ, դեռ կամաց գործերը առաջ են գնում։ Գիտեք, մի անգամից հողի գործը անելը շատ դժվար է, մի օր է։ Աստիճանաբար կհասցնենք ու հողամասը սիրուն տեսքի կբերենք։ Որոշեցի մի հատ փոց գցեմ ամեն դեպքում, այսպես ավելի հեշտ կլինի, քան ձեռով կամաց։ Սածիլներիս վիճակն է լավ, ժողովուրդ ջան։ Տանը գիտեք սածիլ եմ աճեցնում, որպեսզի շուտով հեսա տեղափոխել ենք իրանց արդեն դուրսը, բայց իհարկե դա միանգամից չէ, նախ ցելոֆանի տակ կդնենք, հետո նոր արդեն կտանենք բաց գրունտ։ Հիմա պետք է նաև հողը պատրաստենք, որպեսզի դրսում բերենք, բաժակներ եմ պատվիրել, այս տարի բաժակների մեջ ենք դնելու, ինչու, որովհետև ինքը, գիտեք, հողամասում բոյներ կան ու անընդհատ կտրում են, երբ հողի մեջ եմ անմիջապես դնում, դրա համար բաժակների մեջ կդնենք, որ արդեն կդնենք սովորական առումներում։
Կամաց հողը տեսքի է գալիս ժողովուրդ ջան։ Սնեփակները դեռ չեն ծլել, ստեղ ուշ են ծլում, հիմնականում ապրիլ-մայիս ամիսներին։ Այս տարի էլ ցուրտ էր, գիտեք, ավելի ուշ կլինի։ Հավաքենք ստեղ, որ վառենք, մի քիչ էլ չորանա, արդեն կարող ենք վառել։ Հիմա մոշերն են կտրում ժողովուրդ ջան, կտրում ենք անցած տարվա 4 ճյուղերը, մի թեթև ծերերից տվել եմ, տակերին բաներ դրած խանգարում էր, հիմա քանի դեռ տերևները դուրս չեն եկել, կտրենք, ազատենք, սիրունացնենք, թեև արդեն տեսնում եմ հյութաշարժը սկսել է իրանց մոտ։ Մոշն ու մալինան շուտ են տերևակալում, իհարկե մալինան դեռ մի քանի օր հետո կետեմ, կմաքրեմ, որպեսզի չցրտահարվի, չգիտենք հələ դեմը եղանակը ոնց անելու։ Աստիճանաբար անում ենք էլի, տեսեք չորերը հենց ծալում ես, ինքը այսպես կոտրվում է, և ծերից էլ մի թեթև կտրում ենք, ստեղ բանը ելակներ ունենք ժողովուրդ ջան, ծածկել են, որպեսզի հավերը արմատները չբացեն մինչև։ Դե գիտեք, հավը մտավ հողամաս, հավիրում ամեն ինչ, բայց բաց թողնել էլ չենք կարող, այս ընթացքում իրանց վերջին ազատ օրերն են վայելում, տեսեք, ես այստեղ հեսա կկապեմ, ինքը կբարձրանա։ Ոչ ծառերի, ոչ էլ մոշերի բաժակները դեռ չեն բացում ժողովուրդ ջան, հավերը գիտեք հողամասում են, կվնասեն, բայց այսպես կտրել եմ սիրուն ծերերից, իր անհրաժեշտ բարձրությունը կտրել եմ, ու տեսեք արդեն ոնց են կանաչում։ Այս 4 ճյուղերն էլ կարող ենք հավաքել, կապել խորովածի բանի համար, բայց այնքան դետից ծառերից այնքան 4 ճյուղեր են հավաքվել, որ այս անգամ կվառենք հողամասի մի անկյունում։ Ամեն տարի կուտակվում է, այդպես էլ հողամասում տարածք է զբաղեցնում, մաքրենք, սիրունացնենք, ավելի լավ է մաքրենք, քան այդպես ահագին գործ արեցինք ժողովուրդ ջան։ Վաղն առավոտը կհելնեմ, տեսնենք եղանակը ոնց կանի, մի հատ էլ լավ փոցխ կգցեմ ու արդեն հողամասը պատրաստ է։ Նման մի քանի թեթև ծառեր ու մալինաներ ետնենք, տեսենք սրանք կհանեմ, այստեղը կազատվի։ Իսկ հիմնական ծառերը արդեն ետել, սիրունացրել ենք ժողովուրդ ջան, տեսեք։ Հավերի համար փոքր կանաչ եմ հավաքել, այս ընթացքում հողամասում ինչ կանաչ խոտ կա, կերել են, պետք է արդեն սկսենք իրենց կանաչ տալը, քանի թարմ կանաչը դուրս է եկել, այս ընթացքում լավ է զոհենացում, մինչև տեսնենք ինչ ենք անում։
Այսինչ հավեսով ուտում են։ Թող լավ ուտեն, կանաչի լավ է, վիտամիններ են։ Օրական մի այսքան կհավաքեմ այն հողամասումը, որը տան դիմաց է եւ ոչ հետևում, եւ այնտեղ հավերը դուշկեքը չեն մտնում, այդպես կանաչը լավ փարթամացել է։ Օրական մի այսքան որ տամ լավ կլինի։ Նաեւ ծորեն եմ ծլացրել, այստեղ կադրերը կդնեմ, կտեսնեք։ Մեջքի փետուրները ժողովուրդ ջան, ճանապարհ վերականգնում, այ տեսեք ծլել են։ Ինձ լավ կերակրում եմ, որպեսզի շուտ վերականգնվեն, այդ ընթացքում նաև ձվատվությունը չընկնի։ Մի քանի շաբաթ դադարից հետո մեր ընտկահավը ձողն ածեց։ Հիմա այս ձուն հաստատ սաղմով չի լինելու, ժողովուրդ ջան, որովհետև 2 օր է ընդամենը որ ընտկահավի արուն բերել ենք, բայց ամեն դեպքում դեռևս մտադրություն էլ չկա դնելու, տեսնենք, ձուն վերցնենք, պահենք, հետո կորոշենք, սա նշան կանեմ, իրանց վրա ամիսամսատիվը մարկերով գրում եմ, մնում այստեղ մի հատ սիրուն արկղ դնենք ծղոտով, որպեսզի արդեն հարմարվի ինքը հետ արկղի մեջ ու նստի։ Տեսեք ինքը ոնց է փետուրները հավաքում իր տակ եւ իր գունը սարքում։ Հիմա ցույց տամ սացիները, որոնք տանն եմ աճեցնում, ժողովուրդ ջան, տեսեք, բիբարները տեղափոխել եմ արդեն սենց կասետաների մեջ ու արդեն իրենք սկսել է արագ տերևներ գցելը, ինչը շատ լավ է։ Այստեղ պամիդորները նոր դուրս են գալիս, այստեղ բիբարներն են մնացածները, որոնք սերմից դուրս չեն եկել, տեղափոխել եմ այստեղ մտածելով, որ գուցե հետո պետք գա։ Եվ այստեղ տեսնում ենք պամիդորները նոր արդեն դուրս են գալիս։ Երեք եմ տեղափոխել այս լույսի տակ, այն մյուս լույսի տակ մի փոքր մթոտ է եւ որոշեցի այստեղ բերեմ, որպեսզի պամիդորներն էլ արագ աճեն ու տեսեք, 1 օրվա մեջ ահագին մեծ շարժ կար, լավ աճում է այսպես, 2 լույս է միացրած, երկուսի ազդեցությունը շատ լավ զգացվում է։ Ու տեսեք, արագ արդեն սենց աճ ունենք, մնում է նորմալ ջրենք, շատ ջրելն էլ իրան վնաս է, պետք չի շատ խոնավությունը մեծ լինի, որպեսզի փթախ չկպնեն։ Այ բադրջանները տեսեք, հաջորդը արդեն բադրջաններն եմ տեղափոխելու կասետաների կամ բաժակների մեջ, որտեղ արդեն երկրորդ տերևները սկսել է գցել։ Ես էլ ավելի ուշ եմ արել այս պամիդորները, դեռ չեն ծլել, բայց շուտով սրանք էլ դուրս կգան։ Այսպես ժողովուրդ ջան, մենք սկսեցինք մեր
հողամասի գործերը ավելի վաղ, սացիլի աշխատանքը դրսում ձմեռ էր, ես արդեն ցանում էի սերմերը եւ արդյունքում արդեն գարնանամոտին ունենք ինչ-որ չափով աճած սացիլներ, հենց մի քիչ եղանակը տաքացավ, իրանց տեղափոխեցի արդեն դուրսը ցելոֆոնի տակ, ավելի լավ կաճեն։ Այստեղ ճիշտ է, տանը ջերմաստիճանը ինքը լավ է իրանց համար, բայց ամեն դեպքում ցելոֆոնի տակ փոքր ջերմոցում ավելի լավ կաճեն ու ավելի կամրանան։ Այդ տեսեք 2 օրվա մեջ, 2 օր որ տեղափոխել եմ, ինչ լավ են արդեն աճել։ Մնացածը էսպես, տեսնենք ինչ կլինի։